Երեկվանից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ սկսած 45 ցմահ դատապարտյալներ պահանջում են վերանայել իրենց քրեական գործը, հաշվի առնելով նաև ի հայտ եկած նոր հանգամանքները։ Թեպետ ցմահ ազատազրկվածների բաց նամակն ուղղված էր Հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, օմբուդսմենին, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ու արդարադատության նախարարությանը, մինչև այս պահը սակայն նրանց հետ հանդիպել է միայն արդարադատության փոխնախարարն ու քրեակատարողական վարչության ղեկավար կազմը։ Արդարադատության նախարարությունից փոխանցեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրացված խնդիրների լուծման ճանապարհներ, ներկայացվել վիճակի բարելավմանը միտված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ու փոխնախարարը հորդորել է դատապարտյալներին դադարեցնել հացադուլը։ Ցմահ ազատազրկվածների քրեական գործերը վերանայելու հարցով մի քանի անգամ դատարան մտած ու մերժված փաստաբան Ռոբերտ Ռևազյանը համոզվել է, վճռից հետո Երևան եկած նոր փաստերը դատարանները երբեք բավարար հիմք չեն համարում։ Ինչ է նշանակում նոր Երևան եկած հանգամանք, նոր պրոցես, նոր դատավարություն, պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու արդեն անհրաժեշտություն։ Եթե սկսենք վերաբացումները, իրենք վախենում են, որ ճահիճի մեջ կհայտնվեն, չեն կարող ելքը դուրս գալ։ Այսպես ասեմ, հազիվ մեկին գտել են, ում գլխին ջարդվել է այդ ամեն ինչը։ Այսօրվա պարագայում կարող է արդեն այդ մեկը չգտնվի։ Հիմա մենք ինչ ունենք։ Ունենք այն, որ եթե անձը դատապարտվել է ազատազրկման, շանսերը գործի վերանայման զրոյական են։ Տարիներ շարունակ այս խնդրով զբաղվող լրագրող Զարուհի Մեժլումյանը ձեռքի տակ ունեցած փաստերը հաշվի առնելով պնդում է, շուրջ 100 ցմահ ազատազրկվածներից ոմանք տարիներ առաջ դատական հնարավոր սխալի զոհեր են։ Մեջլումյանը վստահ է, եթե Հայաստանն էլ արևմտյան երկրների նման չոչնչացներ իրեղեն ապացույցները, օրինակ դա ՆԱԿ-ը, որով սպանություն է տեղի ունեցել, ապա հնարավոր է Հայաստանում էլ ցմահ դատապարտվածն ազատ արձակվեր։ 3 բեկանման դատավճիռ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մարդիկ են, ովքեր 25 տարի, 28 տարի, 15 տարի կրել են հանցագործի խարան։ Հասարակությունը նրանց համարել է հանցագործ եւ գիտության նվաճումների շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման այդ մարդիկ մի օր մաքրում են իրենց, սրբագործում են իրենց ճակատը, այդ խարանը մաքրում են հանցագործի պիտակից եւ դուրս են գալիս հասարակություն որպես արդարացված մարդիկ։ Փորձագետների խոսքով շատ հաճախ դատապարտյալներին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Բացի այդ, թեպետ օրենքը նախատեսում է, որ ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո կարող է օգտվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունից, բայց Մեժլումյանի խոսքով լրացել է շուրջ 10 դատապարտյալների այդ ժամկետը, սակայն որևէ մեկի նկատմամբ պայմանական ազատում դեռ չի կիրառվել։ Այդտեղ կան պարամետրեր, մարդը չի ունի խախտում, մարդը ունի աշխատանք, ասենք ուսում է ստանում, օրինակ բջջային հեռախոս ունենալը, որը իրենք օգտագործում են, ասենք հիմնականում հարազատների հետ խոսելու համար, եթե հեռախոս հայտնաբերվեց, դա համարվում է չարամիտ խախտում։ Տեսեք ինչ է ստացվում, պարադոքս, պետությունը մի ձեռքով տալիս է հնարավորություն հարազատի հետ կապը պահելու եւ դա հետո դիտում է որպես դրական ցուցանիշ պայմանական ազատվելու ժամանակ, մյուս ձեռքով խլում է այդ հնարավորությունը։ Դա համարվում է որպես չարամիտ խախտում։ Փորձագետները մտահոգված են ազգային ժողովում նստաշրջանից նստաշրջան անցնում ու այդպես էլ օրենքի ուժ չի ստանում այն նախագիծը, որի ընդունման դեպքում ցմահ դատապարտյալների բարձրացրած խնդիրների մի մասը կլուծվեր, առավել հաճախակի կկազմակերպվեր հարազատների հետ տեսակցությունը, կմեծանար նաև զբոսանքի ու զբաղվածության հնարավորությունը։